Մարդկային աչքի ուրեմն ճշտությունը, տեսնելու ճշտությունը զանազանելը ուրեմն կազմված է 1-ից 2 անկյունային րոպե, կազմում է 1-ից 2 աստիճան անկյունային րոպե, որը արեգակի վրա համապատասխանում է մի քանի հազար կիլոմետր չափեր ունեցող տարածքի։ Հետևաբար, մարդը կարող էր տեսնել ամենախոշոր արևաբծերը, որոնց հաճախականությունը արևի վրա երևալու կազմում է մոտավորապես 50 տարի, 50-ից 100 տարի։ Արևի ակտիվության ժամանակակից դիտարկումները սկսվել են 19-րդ դարում և մինչև օրս դիտվել են 3-4 շատ խոշոր բռնկումներ, որոնց հետ կապված էին մեծ արևաբծեր։ Այդ մոտ 50-100 տարին գալիս է այդ դիտարկումներից վերջին 200 տարվա ընթացքում։ Որպես հիմնավորում, որ իսկապես մարդը կարող էր տեսնել արևաբիծը, դա ունի իր 5 գրավոր վկայությունները։ Դա առաջին հերթին վերաբերվում է չինական աղբյուրներին, այսպես կոչված գիրք փոփոխությանց, որը կազմվել է մեր թվարկությունից առաջ 800 թվին, այսինքն ունի մոտավորապես 3000 տարվա պատմություն։ Այդ գիրք փոփոխության մեջ գրառված է, որ մոտավորապես մեր թվարկությունից առաջ այդն 800 թվին արևի վրա հայտնվում է սև բիծ։ Եվ չինացիները դիտարկում են այդ սև բիծը և գրառում։ Պարզում է, որ չինական հետագա գրավոր աղբյուրներում այդ ավանդույթը պահպանվում է և նրանք պարբերաբար դիտարկում են արևաբծերը։ Որոշ գիտնականներ հաշվարկել են, թե քանի արևաբիծ են դիտարկել հնում չինացիները մինչև ժամանակակից դիտարկումների, մինչև դիտակով արևին դիտելու ժամանակները։ Եվ պարզվել է, որ մեր թվարկությունից առաջ 28 թվից մինչև մեր թվարկության 1630 թիվը չինացիները հիշատակում են 112 արևաբծի դիտարկում, անզեն աչքով։ Այսինքն նորից, եթե դա մոտորապես անում է 1650 տարվա ընթացքում, այսինքն նորից մենք տեսնում ենք, որ արևաբծերի հայտնվելու հաճախականությունը կազմում է այստեղ մոտորապես 13-ից 15 տարի։ Այսինքն համապատասխանում է արևի ակտիվության պարբերաշրջանին, որը ժամանակակից դիտարկումների կազմում է 11 տարի։ Անզեն աչքով դիտելու եղանակները հնուց, որ հայտնի են և գրառվել են և ասվել են դրա մասին, դա այն է, որ արևը դիտում էին ծխի շերտի միջոցով, թափանցիկ ամպերի միջոցով կամ արևածագի ժամանակ և արև դիտող այդ տարածքում կար նյութի մթնոլորտի մեծ քանակություն և արևի լույս այնքան էր թուլանում, որ դիտողը կարող էր անզեն աչքով նայել արևին։ Սակայն կար նաև այլ միջոց, գործիք, շատ պարզ մի գործիք, խավար խցիկ, դա այսպես է կոչվում, խավար խցիկի միջոցով, դա մի խավար կարող է խուց լինել, սենյակ լինել, չգիտեմ, տաճար լինել կամ այլ մի կառույց, որի ներսում խավար է և մի փոքր անցք, որը կատարում է ամենապարզագույն օբյեկտիվի դերը։ Այդ անցքի միջոցով արևի պատկերը արտապատկերվում է սեղանին, հատակին, այդ խցի ներսում և մարդիկ կարող էին դիտել արևի վրա գոյություն ունեցող արևաբծերը։ Նոր օրերս այդպիսի մի փորձ արվել է մի ռուս գիտնականի կողմից, որը Իսպանիայի տաճարներում այդ փորձը կատարել է, համեմատել է արբանյակային նկարահանումների հետ արևի և տեսել, որ իսկապես այդ մեթոդով հնում կարող էին դիտել նույնիսկ փոքր արևաբծեր։ Եթե նորից վերադառնանք հին չինական աղբյուրներին, ապա մեր թվարկությունից առաջ 165 թվականին գրառված այսպես կոչված նեֆրիտե հանրագիտարան, նեֆրիտե օվկիանոս, այդպես է կոչվում հանրագիտարանը, այնտեղ հիշատակվում է, որ այդ թվին արևի վրա հայտնվում է մի սև բիծ, որը շատ նման է վան հիերոգլիֆի։ Այսինքն մոտ 2000 տարի ավել առաջ չինացիները արդեն գրավոր այսպես վկայությամբ հայտնում են, որ արևի վրա հայտնված արևաբիծը նման էր իրենց օգտագործած գրի։
Դա շատ կարևոր վկայություն է, որը խոսում է ի օգուտ այն տեսակետի, որ իսկապես արևաբիծը կարող էր օգտագործվել որպես նշանագրերի աղբյուր։ Հետագա շրջանում կան վկայություններ նաև, որ արևաբծերը դիտարկվել են նաև Եվրոպայում։ Սակայն Եվրոպայում այդ ժամանակ տիրում էր այսպես կոչված արիստոտելյան տեսակետը, որի համաձայն արևը այնպիսի մի անաղարտ եւ սուրբ մարմին էր, որի վրա չէին կարող բծեր առաջանալ, եւ թեև Եվրոպային դիտում էին այդ արևաբծերը, սակայն դրանց տրվում էր այլ մեկնաբանում։ Ասում էր, թե դա իբր ավելի փոքր մոլորակներ են, որոնք գտնվում են շատ մոտ երկրին, եւ այդ մոլորակներն են, որ անցնելով արևի առջևից երևում են որպես սև բծեր։ Նույնիսկ մեծ գիտնական Կեպլերը 1607 թվականին նույնպես դիտեց արևաբիծ, բայց նա տվեց այդ նույն մեկնաբանումը, որ դա Մերկուրին էր, որը անցնում էր արևի սկավառակի վրայով։ Եվ միայն 1610 թվականին Եվրոպայում առաջին անգամ օգտագործելով դիտակ Գալիլեո Գալիլեյը հայտնաբերեց արևաբծերը եւ տվեց ճիշտ բացատրություն, որ դրանք արևի վրա կազմություններ են, որոնք ունեն ավելի փոքր ջերմաստիճան, քան շրջակա միջավայրը։